Պարոն Խուդասյան, չնայած Արցախի մասով ասում եք, որ նոր իրողություններ կա, ու չեք ասում։ Ես հարցին պատասխանեցի եւ հետեւյալ պատասխանը պիտի տամ, եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ես պիտի իմ կյանքի ես կամ այն этаպում խմբագրումներ անեմ, այդ մարդկանց մեծ հիասթափություն։ Այսինքն հիմա էլ եք պնդում, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ժամանակին Արցախը Հայաստան եք համարել, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավարը այն Ադրբեջանի մաս է համարում, հակասություն չկա ձեր եւ վարչապետի միջեւ այս։ Ես բազմաթիվ անգամներ առիթ եւ հնարավորություն ունեցել եմ մեկնաբանելու եւ այդ առիթները հնարավորությունները օգտագործել եմ։ Դուք իմ դիրքորոշման մասին լսել եք եւ այդ դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։ Առաջարկում եմ հարցերը տալ ուրեմն նախարարության համակարգման ոլորտներում, մանավանդ որ այդ ոլորտներում մեծ թվով աշխատանքներ ձեր նախորդ հայտարարությունների հետ կապված եկեղեցու մասով դուք ասացիք, որ կաթողիկոսին կարող ենք փոխել սահմանադրությամբ ամրագրված շրջանակներում օրենքով։ Ես անհրաժեշտ մեկնաբանություն արել եմ եւ այդ մեկնաբանություններն սահմանադրությունը ինչով է առնչվում մեկնաբանություններին ավելացնելու սահմանադրությունը ինչով է առնչվում եկեղեցուն եւ կաթողիկոսի փոփոխմանը։ Ես նորից եմ կրկնում, վերջին этаպում բավարար թվով մեկնաբանություններ տվել եմ այդ թեմային։ Ձեր նոր մեկնաբանությունը նոր հարց է առաջացնում։ Մեկնաբանությունները ավելացնելու ոչինչ չունի։ Ձեր նոր մեկնաբանությունը նոր հարց է առաջացնում, պարոն Խուդասյան, դա է։ Սահմանադրությունը մարդիկ տարակուսանք են հայտնում, ասում են նախարարը չգիտի, որ սահմանադրությամբ հնարավոր չէ կաթողիկոս փոխել։ Դրա անջատ են իրարից։ Դուք իմ ասածը վստահաբար կոնտեքստից կտրում եք եւ նորից պիտի վերադառնամ։ Ես անհրաժեշտ մեկնաբանություն այդ հարցին արել եմ եւ դրան ավելացնելու դուք կարող եք անվերջ շարունակել այդ հարցը, որը ես անվերջ կարող եմ տալ այդ պատասխանները։ Կընդգրկվեն այդ հանձնաժողովի կողմից, ինչ որ կուսակրոնների են գտնելու, որ ես մանրամասներին չեմ տիրապետում։ Հանձնաժողովի եւ ընտրության հետ կապված մանրամասներ չեմ տիրապետում։ Դուք երկու այդ բաները նիստեր ավականու ամեն դեպքում ԿՊ բոյկոտի որ ԺՊ նշանակի։ Օրենքով սահմանված կարգով ուրեմն այլ մեխանիզմ այդ դեպքում գոյություն չունի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի որոշում կայացած, որ գնում է համայնքում արտահերթ ընտրությունների, որը զուգահեռվելու է համայնքների միավորմամբ եւ դրա համար կա անհրաժեշտ ընթացակարգ, այն է երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի, մինիստրը նշանակված է այսօր եւ չի բացառում, որ արդեն այս ժամերին տեղի է ունեցել կամ այդ տրամաբանության մեջ ավելի ճիշտ է ասել, որ տեղի չի ունեցել։ Երկրորդ նիստը կնշանակվի դրանից հետո օրենքով սահմանված ժամկետում եւ մենք ունենք որոշում, որ մեր ավականու խմբակցությունը այդ նիստերին համայնքի ղեկավար չի ընտրելու եւ հետեւաբար այո ձեր ասած ընթացակարգով գնում ենք առաջ։ Որպես նախարար, որպես օրինակ ասում եմ, որ հասկանալի լինի։ Օրինակ դուք կամ առաջ որտեղ դուք նախարար եք, օրինակ կարող եք դուք Արագածոտնի որևէ համայնքում առաջադրվել ընտրություններին որպես համայնքի ղեկավար։ Շատ լավ, ես կուզեմ ընդհանուր առմամբ անդրադառնալ ձեր հարցին, որովհետև ես ձեր հարցի հետ տրամաբանության կամ գործընկերների հետ տրամաբանության մասը բաց թողեցի, չանդրադարձա, բայց դա շատ կարևոր է, իրականում համայնքի ղեկավարի պաշտոնը ընտրովի պաշտոն է։ Դա չպետք է համեմատվի։ Ես անդրադառնամ նախորդ հարցին, որը հնչել է, եւ հետո պատասխանեմ ձեր հարցին։ Այս տրամաբանության մեջ մարզպետից համայնքի ղեկավար տեղափոխվել է, ուրեմն պաշտոնի իջեցում չի եւ պաշտոնի ցածրացում չի, ավելին կարծում եմ քաղաքականության մեջ զբաղվող ցանկացած մարդ, ցանկացած ուրեմն քաղաքական գործիչ պիտի երազի այդպիսի պատվին արժանանալու, երբ որ համայնքի բնակիչները իրեն հնարավորություն կտան։ Իմիջիալոց ասեմ, որ այդ առումով պարոն Մեխակյանը արդեն այդպիսի հնարավորություն ստացել է խոյում եւ հաջողությամբ իրականացել է բազմաթիվ ծրագրեր, որի մասին կհաստատեն բնակիչները, այլ կարգավիճակով համայնքի ղեկավարի տեղակալի կարգավիճակով հնարավորություն է ունեցել ծառայելու էջմիածնեցիներին եւ էջմիածնեցիները վստահաբար այդ ծառայությունը դրական են հիշում եւ միավորման պարագայում ես վստահ եմ, որ ավելի լավ ընտրություն կան պարոն Մեխակյանն է, հնարավոր չի ուղղակի կա։ Իմ հասցի եթե անդրադառնաք։ Նորից հարցը։ Ենթադրենք դուք հիմա նախարար եք, գնաք Արագածոտնի ինչ որ համայնքում առաջադրվեք որպես համայնքի ղեկավար։ Դուք այդ հնարավորությունը իրավական առումով կունենաք։ Մեր օրենսդրությունը ունի հետեւյալ ուրեմն պարտադրանքը, որ առաջադրվող տեխնացուն պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ։ Պարոն Մեխակյանը Խոյ համայնքի բնակիչ է։ Միավորման դեպքում Վաղարշապատ եւ Խոյ համայնքները դառնում են մեկ համայնք եւ այս տրամաբանության մեջ այո օրենքի կարգավորումները թույլ են տալիս պարոն Մեխակյանին առաջադրել։ Ասում է իր համար են հատուկ միացնում։ Կասկածները որ միացնում են որ պարոն Մեխակյանը դառնա։ Ոչ հարգելի գործընկերներ, որովհետեւ
Տրամաբանությունը հետևյալն է, մենք օրենքը չենք հարմարեցնում տեխնացուին, տրամաբանությունը հետևյալն է, բացի Վաղարշապատ համայնքից մենք չունենք այլ բնակավայրեր, որոնք խոշորացման արդյունքում պարունակում են ընդհանրապես երկու բնակավայր, Վաղարշապատի դեպքում դա Էջմիածին քաղաքն է եւ Ոսկեհատ գյուղը, այդպիսի մոդել Հայաստանի մի այլ տեղում չկա կիրառված եւ վերամիավորումը հնարավորություն է տալիս եւ մեծացնել ուրեմն Վաղարշապատ համայնքի բյուջե եկող եկամուտները, որովհետև մեր դոտացիաների գործող համակարգը խրախուսում է բազմաբնակավայր համայնքները եւ դա հնարավորություն է տալիս եւ Վաղարշապատում եւ Խոյ համայնքում այսպիսի այսօրվա իրավիճակով ասածից հետագայում ընդհանրացված Վաղարշապատ համայնքում իրականացնել ավելի մեծ ծրագրեր, իրականացնել ավելի հավակնոտ ծրագրեր։ Անդրադառնամ ձեր հարցի երկրորդ մասին, այստեղ պիտի նորից կրկնեմ, որ քաղաքական նպատակահարմարությամբ չի որոշվել, կառավարչական նպատակահարմարությամբ է որոշվել, հաշվի առնելով համայնքների բնակավայրերի եւ առաջին հերթին բնակիչների շահերը։ Պիտի ասեմ, որ նաեւ այս process-ը միայն Վաղարշապատով պայմանավորված չի, սա սկսվել է ավելի վաղ, մենք 2021-ին էլ ունեցել ենք միավորված համայնքների վերամիավորումներ, 2025-ին այդպիսին է կդառնա Խոյը եւ Վաղարշապատը, եւ այս process-ը այդտեղ չի կանգնի եւ 2026-ի թիմ հերթական ընտրությունների ժամանակ վստահաբար մենք նոր համայնքների, նոր միավորված համայնքների վերամիավորումներ կտեսնենք եւ այդ վերամիավորումների նպատակը նորից նույնն է լինելու բարձրացնել Էթնիստումի համաձայնությունը նշել է համայնքները ոչ վերջին դրանից ավելի որոնք էլ որ ասում եք էլի համայնքներ դրնել այս բանի քննարկումները ավարտված չեն, չեմ ցանկանա